Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, առաջին հարցից վերաբերում է վերջերս Nestlé ընկերության կողմից գրանցված հետկանչին, արտադրախառնուրդների հետ կապված, ուզում եմ հասկանալ ինչ ընթացք ստացավ այդ գործը, ինչպես է վերահսկվում շուկայում վաճառքը, եւ ախտիները հենց հայկական շուկայում են եղել, թե ամբողջ աշխարհում, նաեւ հետկանչը ինչպես է կազմակերպվում, օրինակ այն քաղաքացիները, որոնք արդեն գնել են ապրանքը վերադարձնելու դեպքում փոխհատուցում ստանում են, թե չեն ստանում, եւ երկրորդ հարցս վերաբերում է հավի մսի վաճառքին, օրինակ շատ գրառումներ եմ տեսնում, քաղաքացին ասում է 4 կիլոգրամանոց հավը ինչպես կարող է լինել, արդյոք հավելումներ չկան, այս ուղղությամբ ինչպիսի վերահսկողություն է իրականացվում։ Շնորհակալություն հարցի համար, այդ 4 կիլոգրամանոց հավը, բա որ գիտեմ, որ չի լինում, ինչի են առնում, այ որ չառնեն չի լինի։ Այո, բողոք ներկայացնում։ Հա, Nestlé-ի վերաբերյալ, ասեմ ժողով, վերահսկողությունը շատ խիստ է, բացի այն, որ տեսչական մարմնի կողմից, նաև ուժային կառույցների, եթե ես չեմ սխալվում, մենք նամակ ենք ունեցել եւ քննչական կոմիտեի կողմից, այս հարցը շատ խիստ է դրված, շատ խիստ է վերահսկվում, բայց ասեմ հետեւյալը, մեզ մոտ այն խմբականակը, որը որ ի սկզբանե եղել է խնդրով, եթե ես չեմ սխալվում, տիկնարություն, մենք չենք ունեցել Հայաստանում, դրանից հետո, երբ որ Nestlé-ն ասեց այս ժամանակահատվածի, այսինքն կոնկրետ խնդրով խմբականակը Հայաստան չի ներմուծվել։ Ինքը Հայաստանում չի եղել, դրանից հետո մենք հենց եղել է ամեն օրվա ռեժիմով եղել ենք իրանց հետ կապի, եւս մեր արագ արձագանքման բաժնի տղաները իրանց հետ կապը հաստատել են, ստուգել են, երբ որ արդեն Nestlé-ի գործարանի կողմից եղավ այդ հրահանգը, որ բոլորը հետ ենք հավաքում, ժողովրդի հետ կապված, որ ասում եք ֆինանսավորում բան, ես այդ հարցը ինքս տվել եմ, բարձրացրել եմ, նման խնդիր չկա։ Այսինքն գործարանը հետ կանչանում, ամբողջ խմբականակը հավաքվելու աստեղի ներկայացուցչի մոտ, մենք այդ խմբականակը արդեն ինչ հավաքվել է ֆիքսել ենք, մենք անգամ հրապարակում ենք կարևոր քաղաքացիների կողմից էլ եթե լինի, մեզ եղավ 1 կամ 2 զանգ, որ դեղատներից ասեցին, բա մենք սա ոնց որ վճարել ենք, գնել ենք ինչ, այդ ժամանակ եղավ հենց իմ հարցը, ասեցի կա նման դեպքեր ֆիքսված, որ դուք ոնց որ ասած մարդ առել է, արդեն ձեր ապրանքն է, ինչ ուզում եք արեք, հստակ պատասխանը եղել է ոչ, ասեմ, իրանք շատ բարեխիղճ ձևով այդ ապրանքը հետ են հավաքել ու ես կարծում եմ, որ հիմա պետքա որ դրա վերաբերյալ ոչ մի բան չլինի։ Այսինքն մենք շուկայում խնդիր չունենք իր հետ կապված։ Մարդկանց գումարները տալիս է ներկայացությունը Հայաստանում, իրանց էլ տալիս է գործարանը։ Այսինքն այդ մեխանիզմը նորմալ իդեալական աշխատում է, խնդիր չկա։ Իսկ հավի հետ կապված ինչ էր 4 կիլանոց հավ, մի քիչ չգիտեմ։ Դե եթե գնանք այդ մտահոգությունով, որ իրան արհեստական, հա, ինչ որ չգիտեմ, այսինքն դուք ինչ եք նու հավելումները կարա ամեն ինչ կարա լինի, ժողովուրդ չեմ հերքում, բայց ելի եմ ասում, մենք այդ խմբականակը հստակ ներմուծվածի վերաբերյալ վերահսկվում է, այդ 708 ստուգում, եթե չեմ սխալվում, մենք ունեցել ենք եւ մեծ մասը, քանի որ այդ շարմանոցների թունավորման դեպքերը եղավ հենց հավի մսի հետ կապված, մենք վերահսկողություն ունեցել ենք մեր ֆերմաներից, այսինքն բոլոր ֆերմաները, որտեղ որ թռչուն էին պահվում, մեր մասնակիցները եղել են, մենք ընդհանուր հավերել ունենք վերցած լաբորատոր տարած փորձաքննության, այսինքն որևէ խնդիր չկա, որը որ մտահոգի մենք խոսում ենք։ Ինչ կա, մենք միանգամից ասում ենք կա սալմոնելա, ասում ենք սալմոնելա է, կա լիստերիա, ասում ենք լիստերիա է, այսինքն նման խնդիր, որը որ հայտնաբերվի եւ աշխ փակվի դրա վրա, հավատացած եղեք, տեսչական մարմնի կողմից բացարձակ չկա։ Այսինքն քաղաքացիները կարող են վստահ լինել, որ ամենայն վստահ։ Ես չեմ իմանում այդ հավը ուղղակի որ ասում եք 4 կիլո, ինչ որ մի ուրիշ բան առաջ չլինեն, հավի տեղ մնացածը նորմալ է։ Չէ, ժողովուրդ, դա այդ ամեն ինչը վերահսկում է, հանգիստ եղեք, ժողովուրդ։ Այդ դեպքում, երբ որ էլի կա մտահոգություն, հիմա ես տեղից որ հենց դուրս եկա, էլի էս արագ արձագանքումը կասի, սկսեց։ Հիմա ասել եմ գնացեք մի 4 կիլանոց հավ գտեք ու տարեք լաբորատորիա փորձաքննության, հասկանանք ինչի հետ գործ ունենք, բայց կարող է չկարողանանք գտնել, սենց ասեմ։ Հիմա էդի կարա մի հատ եզակի դեպք լինի, երբ որ տես մի հատ կասկած է լինում, սիրով արձագանքեք, էլի այդ հարցից մեզ էլ շատ հարցեր կա, որոնք որ մտահոգիչ ու հետաքրքիր են, բայց չեմ կարծում, որ վերահսկողության ոլորտը այնքան քիչ է, որ դա կարող է հայտնվի ու տենց ինչ որ բանով վստահ եղեք չկա։